Կոտայքի մարզի Սոլակ գյուղում անասունների շրջանում բրուցելոզի վարակ է տարածվել եւ փոխանցվել բնակչի։ Տղամարդը տեղափոխվել է Երևանի Նորք ինֆեկցիոն հիվանդանոց։ Հիվանդի ընդհանուր վիճակը միջին ծանրության է։ Հոսպիտալացվել է ապրիլի 14-ին եւ համապատասխան բուժում է ստանում։ Ունի դրական դինամիկա, թեև դուրս կգրվի հիվանդը, դա ցույց կտա իր բուժման ընթացքը եւ կլինիկական վիճակը հիվանդի։ Հիվանդի տնային օջախը բժիշկների հսկողության տակ է։ Տեղում կազմակերպվել է լաբորատոր հետազոտություն, նոր դեպքեր հայտնաբերելու եւ դրանք կանխարգելելու համար։ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացրեց, որ Սոլակում գյուղի ամբուլատորիայի բժիշկները կհետազոտեն նաեւ երկու բնակիչների, որոշելու նրանք կստանան ամբուլատոր թե ստացիոնար բուժում։ Այնտեղ եղել է թույլ դրական, որպեսզի հասկանանք, ուղարկե ասեմ, այդ երկուսն էլ որ մենք հայտնաբերել ենք, որևէ ախտանշան գանգատ բրուցելոզի տեսակետից չունեն։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը ժամը լրատվականին տեղեկացրեց, որ անհանգստանալու կամ խուճապի պատճառ չկա։ Ըստ Լիանա Թորոսյանի, եզակի դեպքեր երբեմն արձանագրվում են։ Որևէ խուճապի կամ անհանգստության բնակչության շրջանում խնդիր եւ հիմք չունենք այսօր։ Սոլակի գյուղապետ Բադալ Սարգսյանի խոսքով Սոլակում բրուցելոզ հիվանդությունը նկատվել է դեռ անցած տարի։ Ապրիլի 16-ի դրությամբ ըստ Բադալ Սարգսյանի բրուցելոզով վարակված 7 ոչխար եւ 6 կով կար։ Գարնան օրոտաշրջան արդեն մարդիկ էլ ասենք դուրս են եկել ձմեռումից հետո այս մեն այդ կրասնի մրասնի կողմերից բանից առնում են մասնավորից բերում են։ Հիմա բերել են ասենք այնտեղից որ բերեն ասենք ստուգում խնդիր չգիտեմ ոնց եղե։ Հիմա ստեղ մենք անաստաբուժին հազարել ենք դրանք որ սաղ գյուղը մի հատ լրիվ բանը անալիզ անեն արու վեստը որ արոտ է թվում արդեն անասունը։ Գյուղում հանձնաժողով է ստեղծվել, վարակված անասունների տերերը հարկադիր մորթ են արել։ Միջոցառումները արդեն ձեռնարկված են, անասունները իմ ներկայությամբ ամսի 12-ին 13-ին մորթվել են, հարկադիր սպանդեն ենթարկվել, անաստատիրոջ բակում։ Հիվանդ կենդանիների մսեղիքը թաղվել կամ շներին է տրվել, կամ հանձնարարվել է ջերմային մշակման ենթարկել բրուցելոզի հարուցիչները ոչնչացնելու եւ վարակի տարածումը թույլ չտալու համար։ Մարդկանց ցելանուն են վերցնում, այդ արդեն առողջապահության նախարարության հրամանն է եղել, հիվանդ անասունների տերերից անուն են վերցրել։ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանն էլ հայտարարեց, որ Սոլակում այս պահի դրությամբ բրուցելոզով հիվանդ կենդանի չկա։ Տեսուչները անասնաբուժ մասնագետներն ընտրել են համայնքի ղեկավարի հետ, անասնատերերի հետ աշխատանքներ տարվում, որ հիվանդ կենդանիների մթերք առանց ջերմային մշակման չօգտագործեն, մեկուսացվել են եւ սանիտարական սպանդ են։ Հովհաննես Մկրտչյանը տեղեկացրեց նաև, որ Քաղսի գյուղի մոտ գյուղացիներն իրենց անասուններն են վաճառում։ Նա պնդեց, որ յուրաքանչյուր կիրակի տեսուչները տվյալ վայրում են լինում։ Տեսչության աշխատակիցները բոլոր համայնքների ղեկավարներին խնդրել են ուշադիր լինել։ Նաիրի Մուրադյան, Աղվան Ասոյան, Ավետ Տավյան, ժամը լրատվական։